Արա Դեղտրիկյանի դուստրը Մանյան Դեղտրիկյանը սիրելի հոր այն ժամանակ մահից օրեր անց հրապարակել է հուզիչ տեսանյութ, որտեղ տաղանդավոր դերասանը կատարում է ասմունքի մի հատված։ Տեսանյութին կից Մանյանը գրել է «Իմ լույս պապա, ձայնդ միշտ հետս»։ Այս տողերն արտացոլում են մի դստեր անսահման սերը, ցավն ու կարոտը, որին բառեր գտնելն անհնար է։ Հայրն իր ձայնով ու արվեստով չէր միայն ներկայանում բեմում, այլև ապրում էր իր հարազատների սրտերում, խոսում էր իր սիրելի մարդկանց հետ անգամ այն ժամանակ, երբ ֆիզիկապես կողքին չէր։ Արա Դեղտրիկյանը ոչ միայն մեծ դերասան էր, այլև օրինակելի հայր, ով միշտ իր ընտանիքի կողքին էր, սեր ու հոգատարություն էր սփռում։ Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն մշակույթի, այլև իր հարազատների համար, ովքեր դեռ չեն համակերպվում անժամանակ կորստի հետ։ Մանյանի հրապարակումը ցույց է տալիս, թե որքան կարևոր էր հայրը նրա համար, ինչպիսի մեծ դատարկություն է թողել նրա կյանքում։ Բայց միևնույն ժամանակ այս տեսանյութը մի փոքրիկ լուսավոր անկյուն է, որտեղ Դեղտրիկյանը շարունակում է ապրել իր ձայնով, իր խոսքերով, իր արվեստով։ Այսօր նրա ընտանիքը, ընկերները, երկրպագուները գտնում են ուժն ու մխիթարությունը հենց նրա թողած ժառանգության մեջ, նրա ձայնի, հիշողությունների ու անմահ կերպարների միջոցով։ Արա Դեղտրիկյանը հեռացավ, բայց նրա լույսն ու ձայնը, ինչպես գրում է Մանյանը, միշտ նրանց հետ կմնան։ Արա Դեղտրիկյանը բեմում ու կյանքում տարբերվում էր իր ապրող արվեստով, կենդանի խաղով, բնատուր հումորով, կենսասիրությամբ։ Նրա յուրաքանչյուր կերպար հանդիսատեսի հետ ապրած երկխոսություն էր անկեղծ, ազնիվ, անհիշելի։ Նա մեկն էր այն արվեստագետներից, որոնք ոչ միայն բեմը լցնում էին լույսով, այլև իրենց կյանքի ողջ ընթացքով սովորեցնում էին մարդ մնալ, բարությամբ, սկզբունքայնությամբ և հոգևոր ազնվությամբ։ Այսօրվանից քաղաքը մի քիչ ավելի գորշ է առանց նրա, բայց հիշողությունները չեն մարում։ Արա Դեղտրիկյանը կմնա մեր հիշողություններում որպես արվեստի մի վառ լույս, որը մարումով անգամ շարունակում է տաքացնել։ Այս պահին հարյուրավոր մարդիկ են եկեղեցու բակում, հարազատներ, ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ ու մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պարզապես սիրում էին նրան որպես դերասան, որպես մարդ, ժպիտով, պարզությամբ ու ազնվությամբ լի։ Հոգեհանգստի արարողության մթնոլորտը ծանր է, կարծես օդում լողում է մեկ բեմադրության վերջին ակտի զգացողությունը, երբ պարագույրն արդեն իջել է, բայց հանդիսատեսը դեռ հուզված կանգնած է, սպասելով դերասանի վերադարձին։ Սակայն այս անգամ Արա Դեղտրիկյանը չի վերադառնալու բեմ, նա ավարտեց իր վերջին մենախոսությունը խոնարհությամբ, մեծ արժանապատվությամբ ու խոր թողած հետքով։ Նրա խաղը բեմում երբեք պարզապես խաղ չի եղել։ Արա Դեղտրիկյանն ապրում էր ամեն կերպարով, հնչեցնում էր ամեն տողն այն լռությամբ ու հնչեղությամբ, որ միայն իսկական արվեստագետին է բնորոշ։ Նրա կերպարները հանդիսատեսի սրտում նստած են մնացել որպես կենդանի հիշողություններ։ Դերասանի մտերիմներից մեկը խոսելով նրա մասին անկեղծորեն արտահայտել է իր ցավն ու գնահատանքը։ Նա արտիստ էր ու կարգին հայ։ Այսօր ժամանակներն այնքան էլ արտիստական չեն, բայց նա մինչև վերջ մնաց այն, ինչ միշտ էր, իսկական արտիստ։ Արա Դեղտրիկյանը չեղավ դեր խաղացող, նա ապրում էր յուրաքանչյուր կերպարով ու հենց այդ պատճառով էլ նրա նմանները չեն կրկնվում։ Արտիստը, նկարիչը, կոմպոզիտորը, դերասան այդ մարդիկ մի հատ են լինում։ Նրանց տեղը հնարավոր չէ լրացնել։ Գուցե լինեն այլ անուններ, այլ կերպարներ, բայց ոչ նման մեկ ուրիշ Արա Դեղտրիկյան։ Արան հայ էր իր ամբողջ էությամբ։ Նա սրտացավ էր երկրի, ժողովրդի, թատրոնի համար։ Եվ կարևորն այն է, որ երբեք չընկավ պատեհապաշտության կամ կարիերիզմի գիրկը, մնաց այնպիսին, ինչպիսին միշտ է եղել, անկեղծ, ուղիղ, ազնիվ, հենց այդպիսի մարդկանց ենք մենք այսօր կորցնում։ Եվ իսկապես, նա ոչ միայն արտիստ էր, այլ նաև խորը մտածող ու դիրքորոշում ունեցող քաղաքացի։ Նրա ազնիվ խոսքը հաճախ հնչում էր բարձր, անկախ ամեն ինչից։ Եվ այսօր, երբ շատերը կասկած են հայտնել նրա հոգեհանգստի կազմակերպման ձևի շուրջ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը ցավով նշել էր. նրա նման արտիստին պետք է հուղարկավորեին իր ծառայության վայրից։ Սակայն ցավը դեռ ամբողջությամբ չէ, որ դրսևորվել է։ Կորստին ավելացել է նաև որոշ դեպքերում տարածված թյուր տեղեկատվությունը, թե իբր դերասանի մահվան պատճառը քաղցկեղն էր։ Սա իրականությանը
չի համապատասխանում։ Այնուամենայնիվ, այս ամենը չի կարող նվազեցնել այն փաստը, որ մենք կորցրել ենք ոչ միայն մեծ արտիստի, այլ նաև լավ մարդու։ Նա միշտ պարզ էր իր մտքերում ու ապրում էր առանց արհեստական շղարշների։ Իր հարցազրույցներում ասում էր, որ չի սիրում թափթփվածություն, որ ամեն բանի մեջ կարգ ու կանոն է սիրում, նույնիսկ հյուրախաղերի ժամանակ։ Նա առանձնահատուկ նշանակություն էր տալիս իր թզբեհներին ոչ որպես աքսեսուար, այլ որպես հենարան։ Դեռ տարիներ առաջ նա ասել էր. «Լավ ընտանիքը կյանքի մեծագույն պարգևն է, կնոջս հետ հանդիպումը, մեր դստեր ծնունդն իմ կյանքի ճակատագրական պահերն են։ Եթե մարդու ընտանիքը կայուն հիմքեր չունի, դա ճակատագրական հարված է, իսկ այսօր ցավալիորեն նրա ընտանիքը կրում է այդ հարվածն արդեն կորստի չափանիշով»։ Եվ վերջում մի պարզ, բայց շատ խոր արտահայտություն Տեղ-Տրիկյանի մտերիմներից մեկի շուրթերից. «Եվս մի գույն պակասեց մեր քաղաքից, մեր երկրից»։ Այո, Արա Տեղ-Տրիկյանը մեկն էր այն մարդկանցից, ում ներկայությամբ կյանքը գույն էր ստանում։ Այժմ նրա բացակայությունը վերածվում է երկար հիշողության, որը կապրի այնքան, որքան կբաբախեն նրանց սրտերը, ովքեր ճանաչում էին նրան, գնահատում ու սիրում։